du կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց Տարիներն անցան արագ ինչպես դասամիջոց Եվ դու, և ես Մենք բոլորով տալիս ենք հրաժեշտ մեր մանկությանը և ասում անանք տարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Պահը չկորցնես նրան ասել սիրուդ մասին Գուցե հենց այսօրվանից քայլեք դուք միասին Դեպի նոր կյանք անկեղծ սիրով Բայց կանգ առեք մի պահ ու դպրոցին ասեք մնաս բարով Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անցերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Այսօր դու կլացես ու սիրտդ կբացես Քո տեսքը անթերի է չկասկածես Տարիները որ անցնում են դպրոցում Ամենաթանկն Այսօր դու ընկերներիդ հետ կանկեղծանաս Ու ցանկալի համբույր գուցե ստանաս Ապագա ճանապարհի կանչն առաջին Զանգն է այս վերջին Na-na-na-na-na-na-na-na Na-n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 a Զանգն է վերջին Na-na-na-na-na-na-na-na Na-n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 a Զանգն է վերջին Ողջույն ձեզ մեր շատ սիրելի ուսուցիչներ, սիրելի ծնողներ, հարգարժան հյուրեր։ Այսօրը տոն է մեզ, որովհետև այս օրակետ կրտոջախը ճանապարհը դրում չքնարակել մի աստղի։ Բարի օր բոլորին։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հետ եք կիսելու մեր վերջին դպրոցական զանգի վայրկյանները։ Այս օրը մեզ համար լի է հիշողություններով, հետաքրքիր պատմություններով և անկեղծ ժպիտներով։ Սա ավարտ չէ, այլ օր սկիզբ։ Այսօր մենք բոլորից սիրով հրավիրում ենք դիտելու մեր կազմակերպած տոնական ու հիշարժան, հետաքրքիր ու մշակութային, ինչպես նաև երկար սպասած մեր ընկերական միջոցառում։ Բախում ենք բոլորիդ բարի դիտում և հաճելի տրամադրություն։ Այսօր մեր դպրոցում շատ է խոսվել վերջին հանդիպումից, վերջին զանգից։ Սակայն մենք ուզում ենք վերագնահատել մարդու համար ամենակարևոր զգացմունքներից մեկը՝ սերը և խոսել ձեզ հետ սիրո մասին և սիրո լեզվով։ Եվ ինչպես հասկացել ենք, այն սկսվում է հայրենիքից, ընտանիքից ու դպրոցից։ Մեր դպրոցը ոչ միայն գիտելիքի իմաստության շտեմարան է, այլև եզակի կոլորիտ և վառ քաղաքում։ Հենց այդ պատճառով է, երբ աշխարհի որ մասում է լինես, երբ հանդիպում ես եւ վարքի թիվ 2 հիմնական նավարտած որևէ մեկին, միանգամից եւ վարդու ջերմացնում ես, միանգամից վերադառնում ենք եւ վարդ։
Եվ իսկապես, ինչքան բարություն ու ջերմություն կա եւ վարք քաղաքում, եւ մեր դպրոցը այն խտացած մեգապիքսելն է, որտեղ թողնել մեր մանկության երբակ։ Մնաք բարով եք ասում եք, բայց հաստատ գիտենք, որ տուն ձացի ճամփան մեզ հաճախ է վերում դպրոցական չէ։ Կանգար ակնթարթ, ինչ չքնավ ես դու։ Ես չգիտեմ ինչու է հանճարը խնդրել, պահանջել, գուցե է հրամայել, որ վարկյան է կանգար։ Բայց մենք ուզում ենք, որ այս ակնթարթի երկարի, որ բաղը հույս դառնա, որ հուզմունքից կոկոտները չչոռնա և մեզ կյանք կանչող ինացքը չշտապի։ So darling, get to clapping. So pop it for me, pop it for me. Turn around and drop it for me. I'll rent some beach house in Miami. Wake up in no pennies. Lobster for dinner. Julio served that heavy. You got it if you want it. Got it if you want it. Said you got it if you want it. Take my life if you want it now. Jump in Cadillac, girl, put some miles on it. Anything you want, just to put a smile on it. You deserve it, baby, you deserve it all. I'm gonna give it to you. Cool, Cambry, shining so bright. Strawberry champagne on us. Lucky for you, that's what I like. That's what I like. Lucky for you, that's what I like. That's what I like. Set the fire at night. Silk sheets and diamonds, all white. Lucky for you, that's what I like. That's what I like. Lucky for you, that's what I like. That's what I like. Thank you.
Երջանիկ դեմքեր, բարձր տրամադրություն, շպիտներ, շնորհավորանքի խոսքեր։ Հենց այսպիսի ջերմ մթնոլորտ է դիրում Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 9-յա դասարանում։ Քիչ հետո կհնչի դպրոցական վերջին ձայնը, մեր մանկական խնդությունները, հերթապահության ցուցակը, դասասենյակը։ Մի տեսակ թափվում եմ այսօր։ Մենք էլ անհոգ ու զվար ծիծաղը թողնելով դպրոցում, պետք է հրաժեշտանք դպրոցին։ Բայց եկեք այս ամենը մի կողմ թողնենք և բարձր տրամադրությամբ դիմավորենք մեր դպրոցի շրջանավարտներին։ Եղվարդում միակ, դպրոցում անկրկնելի, հանեկով շատ ու յուրօրինակ, 9-յա դասարանի։
համար կապավեն Երևանցի երկու հիմնական դպրոցի 2024-25 թվականների շրջանավարտներին՝ Նիա դասարանի աշակերտ։ Այժմ ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ իրավիճակ, որը ոչ մի առնչություն չունի մեր դպրոցի հետ, սակայն կապ ունի մեր դասարանի հետ։ Բարոյս կրթական համակարգի սխալներ։ Քանի որ բոլոր ուսուցիչները հրաժարվում են ձեր դաս տալ, դպրոցի տնօրինությունը որոշել է ձեր դասարանը լուծարել, ձեր լեզվով ասած ցրել։ Իսկ ես այստեղ եմ որպես ստուգող, որպեսզի պարզեմ դուք Լերիվան հույսը, թե ձեր կարող եք բարդավալ։ Լսում եմ ձեզ, ինչ կարող եք ասել ձեր մասին։ Ավելավան եմ ասել, ըստ կաստեսեմ պարզել։ Մեր դպրոց, մի հատիկ ես դու մի բոց, մեր սրտի մեջ տեղ ունես, մեր մանկության մի մաս ես, ամեն օր մեզ տանջում ես, մեզ դասեր դու տալիս ես, հիմա մենք հեռանում ենք, մեր սրտում քեզ պահում ենք, վերջին զանգնչիր, դու հնչիր, մեր նպատակները բոլոր կատարիր, վերջին զանգնչիր, դու հնչիր, մեր նպատակները բոլոր կատարիր։ Մտքում ես, կպահենք քեզ մեր սրտում, մեր մանկության հուշերում։ Ամեն օր մեզ տանջում ես, մեզ դասեր դու տալիս ես, հիմա մենք հեռանում ենք, ու միշտ մենք գնում ենք, վերջին զանգնչիր, դու հնչիր, մեր նպատակները բոլոր կատարիր, վերջին զանգնչիր, դու հնչիր, մեր նպատակները բոլոր կատարիր։ Որքան էլ մեծանանք, ինքներս էլ փոխվենք, միևնույն է, բոլոր ժամանակների մեջ կա մի անփոփոխ արժեք՝ ընկերությունը։ Ընկերությունը, որը սկիզբ է առնում դպրոցից, ընկերությունը, որը երբևիցե իր ուժը չփոխնող հավատում։ Գեներ ընտանիք են, որ մենք ինքներս ենք։ Հոգով մտերիմ մարդիկ, որ մեր կյանքը լիարժեք են դարձնում, այն լցնում են թարմտքերով ու երջանիկ բառերով։
Պատմությունը մեր դասղեկը գիտի, գիտի մեզանից ով որ դասը գիտի, գիտի մեզանից ով ինչքան գիտելիք ունի, իրարից տարբեր, բայց իրար շատ նման, հենց այդ է պատճառը, որ մինչ այսօր մեզ ասում են չի կա ձեզ նման, այո, չէ որ մենք ենք ինի ան։ Ինչեր ասես, որ չի արելի միան։
Ճիշտն ասած, մենք օրերից մի օր ուզում էինք դասերից փախել ու թողնել Դուբայը, բայց ճանապարհին զանգեց ծնող կոմիտեն։ Երեխաներ, շուտ եկեք դպրոց, բոլորը ձեզ են, ձեր մասին են խոսում։ Մենք անմիջապես եկանք ու ինչ։ Մեզ դիմավորեցին մեր սիրելի ուսուցիչները։ Չէ՞ որ։ كلام عيني في الغرام أحلى من الأغاني من كلمتين من سلام ببقى حد تاني لما يميل قلبنا ويا يميل تفتح عيوني وعمري كله مش قليل كلام عيني في الغرام أحلى من الأغاني من كلمتين من سلام ببقى حد تاني لما يميل قلبنا ويا يميل تفتح عيوني وعمري كله مش قليل Միթե վերջին գիններն ենք մենք, վերջին քաջերն այս դպրոցի, մենք գնում ենք անուն թողած, ինչ որ չափով լավը թողած։ Մի անգամ փորձից հետո դուռը փակել էր մեր վրա, սա էր դուրս գալու միակ տարբերակը, կներեք։ Այսպիսի բան է։ Մեկ թեմատիկների ժամանակ դասային չաթով իրար ենք վարկել թեստերի պատասխանները։ Մենք մեր դասնիկի ծննդանոր դասից փախել ենք, որի ծնունդը օրիգինալ ձևավորենք, բայց տրամադրությունը բարձրացնելու փոխարեն բարձրացավ նրա շաքարը։ But you only need the light when it's burning low. Only miss the sun when it starts to snow. Only know you love her when you let her go. Only know you've been high when you're feeling low. Only hate the road when you're missing home. Only know you love her when you let her go. Ամեն պատմության դասից առաջ մենք եկել բնած աղոթումներ։ Господи помилуй, Господи помилуй, Господи помилуй. Բայց միշտ բողոքում ենք Որ ձեզ հարցնում ենք, դուք միշտ տրվում եք ու միշտ ասում եք վայ, ազիվ ապարտում են Հերիք բողոքեք, հերիք գրվեք, հերիք ասեք, որ չարեն, էլի լավ ավարտում եք Էլի լավ Անձնեք լավություններ ստացեք յասպեր ճատեստատներ, մանրամասների համար դիմեր Ռուզաննա Բաղմանյան։
Եկել է բաժան-բաժանը դպրոցի հետ։ Ամեն տարի դպրոցը պատրաստում է ավարտականներին ճանապարհելու դեպի նոր կյանք։ Ամեն ճանապարհ չի լինելու հարթ, ամեն մի փորձություն չի լինելու հեշտ, եւ կյանքը մեր դեմ կբացվի իբրև տետր, որտեղ չես գրել դեռ տողեր։ Իսկ անցած 9 տարիները մեր մանկության երազի անդառնալի, ամփոփայինի տարիները դարձան հիշողությունների գիրք, Իմնյա դասարանի դպրոցական տարիների գիրք։ Առաջին էջ, առաջին դասարան, առաջին ուսուցիչ։ Միշտ բարեհաճույք, միշտ ներողամիտ, ուսուցիչի պիտի մեր բոլոր հարցերի պատասխանները գերողանից։ Առաջին հերթին սովորեցնում է ճիշտ ապրել, նա է առաջինը մեր հողումս անել ընկերասիրության, հայրենասիրության, մարդասիրության սերմերը, ընկեր Հովհաննիսյան։ Զուսպուխի սայացքի ներքո մենք շնչում և արտաշնչում ենք ընկեր Երանեսյան։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ ենք խոսում, որքան բան գիտենք, այս ամենը ձեր շնորհիվ ընկերատուն է։
սովորել։ Օրինակ, որոնենք ուղեղ, իր գալարներով եւ այն պետք է բարբերաբար աշխատեցնել։ Ընկեր Խաչատրյան։ Ամեն ինչ գիտենք, ոչինչ չենք մոռացել։ Ուզում եք թվարկենք բոլոր երկրների այս մայրաքաղաքներում, ընկեր Աբդալյան։ Տեխնոլոգիաները մշտապես փոխվում են եւ մենք միշտ պատրաստ ենք կիրառելու արդիական մեթոդներ։ Ուստի ինյան զարգանում է նաեւ թվային աշխարհում, ընկեր Խաչատրյան։ Մենք ձեռք ենք բերել բարձր մակարդակի հաղորդակցման հնարավորությունները, ինչպես խոսակցական, այնպես էլ գրավոր մակարդակում, ընկեր Բեգլարյան։ Մենք ձեր շնորհիվ սովորել ենք, թե ինչքան արագ կարելի է դասից առաջ դաս անել, ընկեր Սահակյան։ Դասին իմացանք, որ մարդկա կարող է մի խնձորով աշխարհ փոխել, բայց մենք հազիվ այդ խնձորն ուտենք, ընկեր Լուկաս։ Սովորեցրել եք ոչ միայն ռուսաց լեզվի գիտությունները, այլև սովորեցրել եք սիրել լեզուն, մշակույթը և գրականությունը։ Ձեր դասերը միշտ են եղել հետաքրքրությամբ և հոգատարությամբ։ Մենք ձեր շնորհիվ բացահայտեցինք նոր աշխարհ, բառերի և իմաստների աշխարհը, որը մեզ կապում է տարբեր ժողովուրդների հետ։ Մենք ձեր շնորհիվ հասկացանք, որ լեզուն այն միակ կամուրջն է, որը կապում է սրտերը։ Ընկեր Ոսկանյան։ Հետո սովորել են երկրորդ տակից թռչելով, դեպի բուֆետ վազելով կամ դասից փախչելով, ընկեր Հարութ։ Մենք ձեր շնորհիվ սովորել ենք, որ հին հույները հզոր էին, բայց ձեր թեստերից չէին անցնի, ընկեր Ջալիլով։ Ավելանում էին ուսումնասիրվող առարկաները, շատանում ուսուցիչները։ Մեզ համար բացվում էին նոր հորիզոններ, նոր հետաքրքրություններ, եւ մեծանալու զուգընթաց զգում էին ձեր քնքշանքը պատասխանատվությունը, սերն ու գորովը։ Մեզ ողելու հեռացել ենք ես, բուֆետի մոտ ենք, անհնար է հավատալը, մտածել թե գնացել ենք չենք, հացել ու դու, չէ որ ձեր կողքին զմրանը, մեզ թվում է թե ամար է դպրոց, ու ակատել է Չկա չէ դուք միապեք
ուղարկել անվերջ Չունի մեր պատմեցերը սկիզբ ու վերջ Չունի աշխարհը ձեզ նման Չկա չէ դուք միապետական նման Սիրել ենք ուղարկել անվերջ Չունի մեր պատմությունը սկիզբ ու վերջ Սիրելի ուսուցիչներ, հունիսի 1-ից մինչև 24-ը անսպասելի անակնկալ ձեզ համար պատրաստվում են գնել դպրոցից, մնալ ձեզ հրտերում և հանվերջ հիշել ձեզ։ Տարին շուրջ բոլոր ուսուցիչը մեր մեծ գանձատուն է։ Առանց մի խոսքի շնորհակալ ենք։ Ասենք կարևոր խոսքեր։ Սիրում եմ քեզ, ուսուցիչ։ Միայն 9-ի աշակերտներն են, որ քննության տոմսը վերցնելուց առաջ խաչակնքվում են, բայց պատրաստ չեն ոչ մի հարցի։ Միայն 9-ի աշակերտներն են, որ դպրոցում բարևում են միայն այն ուսուցիչներին, որոնց առաքելից պիտի քննություն անեն։ Միայն 9-ի ծնողներն են, որ օպերատորն բացել վերջի զանգի համար ու հերթով ամեն մեկը բեմում իր երեխային ցույց է տալիս, որ օպերատորը կամերան երկար բացի։ Դասի ժամանակ մտածում են, թե ինչ է նույնը դասի։ Միայն 9-ի աշակերտները դասանում նստելու տերերը այդ փոխանակելու հստակ բիզնես ունեն։ Միայն 9-ի աշակերտներն են, որ վերջին զանգից հետո դասերը կանում ենք մեր դպրոցում, որոնալով որին է տարի ամեն օր ողողում էին դպրոցից։ Միայն 9-ի աշակերտներն են, որ մեկ ժամ դասից հետո կանում, 3 ժամ տիկտոկ են նայում ու դասենք գնում։
Միայն 9-երի աշակերտներ, որ ասում են իրար կարոտենք, բայց որոշել են վերջին զանգից հետո իրար գլուխ։ Գարնանային լավագույն առաջարկ, ավարտական քննություններ, գոյեմացածն արտահայտելու լավագույն միջոց։ Մենք սուպեր գիտելիք դերն ենք, երբ ես տալիս է չափից ավելին, եք ասում են չի տեղավորվում, ինչքան գիտել, այնքան դա։ Ուշադրություն, հրատապ լուր, այստեղ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, միջանցքում հայտնվել են դասից քաղցող դասարան և դասղեկ։ Այսօր եք գնում այսպես տեպկայուսակներով, Պարոն Սիմոնյան, դրաներ մասը հայտնվել է ռազմաճակատի առաջին գծում, ուսմանքայի մոտ, դպրոցի հետևում և ունեցած հերթական գրություններ։ Իսկ այս ինչ եք տանում ձեզ։ Մենք գնում ենք մեզ կյանք, վերջացնում ենք դպրոցի հետ մեր կապերը, մեզ հետ է տանելով գիտելիքներ, որոնց մեջ մեր ուժն է։ Վերցնելով սա, մենք կհիշենք մեր հարազատ մայրենի լեզուն։ Տեսնում եք ինչքան գեղեցիկ ենք խոսում, որքան բան գիտենք ու կիմանանք, իսկ օտար լեզուն մեզ դարձրեց շրջահայաց ու մեծահոգի։ Շնորհակալ ենք մեր ուսուցիչներին։ Բայց չգիտեք, առանց հրափող չեն կարող աշխատել, հաց չեն կարող առնել, չեն կարող ճիշտ ծնվել, քարը քարին չեն կարող դնել։ Իսկ շփվելով մեր դասղեկի հետ, մենք ծանոթացանք բնության առաջին և ամենակարևոր օրենքի՝ սիրո օրենքի հետ։ Այն ապացուցում է, որ բնությունը դատարկություն չի սիրում։ Սեր անմիջապես լցնում է։ Դարձյալ շնորհակալ ենք ուսուցիչներին։ Սա այն է, որ մենք չենք մոռացել մեր մոլորակի աշխարհագրությունը։ Սա այն է, որ մեր ձեռքին լինելով մենք հիշենք մեր ողջ հայոց պատմությունը։ Շնորհակալ ենք մեր ուսուցիչներին։ Մի խոսքով մեզ հետ անում ենք մի ողջ գանձատուն, որը տվել է մեզ դպրոցը։ Այսօր մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում նաև մեր դպրոցի ողջ անձնակազմին։ Շնորհակալ ենք ձեր բոլոր ջանքերի ու նվիրման համար։ Եղեք առողջ և երջանիկ։ Շնորհակալ ենք Ինիա դասարանի, մեծ ու անգնահատելի աջակցություն ցուցաբերած Ղուկասյան և ծնողներ համակարգին։ Այս բառն իմ մեջ պարունակում է և հարգանք, և սեր, և մտերմություն։ Ընտանիքը բնության պարգևած հրաշքներից է։ Քաղցրահամ մի բան, որ ծանոթ է յուրաքանչյուրին։ Ընտանիքում քեզ զգում ես ավելի ուժեղ և ապահով, որտեղ պատրաստ ես հաղթահարելու ամենաբարդ փորձությունները։ Մեր գեղեցիկ կյանքի համար ուզում ենք այս բան գլուխ հոնարել իհարկե մեր ծնողների առաջ, որոնց շարունակությունն ու ապագան ենք մենք։ Այդ ժամանակ մեզ թվում էր, թե շատ ժամանակ ունենք մեծանալու, սակայն այսօր հասկանում ենք, ամեն վայրկյանն արժեք ուներ, ամեն պահը պետք էր ապրել լիարժեք, որովհետև դրանք էլ են դառնում հուշեր, դրանք էլ են կարոտ առաջացնում մեր մեջ։ Տարիներն անցան մի ֆիլմի պես, աչքերիս առաջ է դասարանի աղմուկը, ուսուցիչների ժպիտները, ընկերական կատակներն ու այն անկեղծ ժպիտները, որ կարծես երբեք չպետք է անվտանային։ Այս պատերի ներսում մենք սովորեցինք ոչ միայն կարդալ ու գրել, այլև սիրել, հիասթափվել, պայքարել ու հասկանալ, որ կյանքը շարունակական մի դաս է, որտեղ ամեն սխալից մենք դաս ենք խփում։ Ինչքան ենք երազել ավարտելու մասին, բայց հիմա հասկանում ենք, ինչքան դժվար է հրաժարժ տալու։ Այնինչ տապում ենք թողնել անցյալում, հիմա ամենաթանկ հիշողություններն են։ Մենք այլևս երբեք չենք վազելու այդ նույն միջանցքներում, չենք սպասելու դասամիջոցի զանգին, չենք քննարկելու քննությունների դժվարությունները նույն հոգատար ուսուցիչների հետ։
Հրաժեշտ, սիրելի դպրոց, հրաժեշտ մանկության այդ անփոխարինելի հուշերին։ Գուցե մենք էլ երբևէ կգանք այստեղ, կանցնենք այդքան միջանցքներով, բայց արդեն որպես ուրիշ մարդիկ կյանքի նոր փուլերով։ Սիրելի դպրոց, շնորհակալ ենք քեզ մեզ մեծացնելու, մեզ ուժեղացնելու, մեզ սեր ու ընկերություն պարգևելու համար։ Մեր կյանքի լավագույն էջերներին, եւ ինչ էլ լինի, մենք քեզ միշտ սիրով կհիշենք։ Եվ ահա եկել է մեր բաժանման պահը։ Այն ինչ եղել է այս 9 տարում, հոգոր մնա եւ հիշվի երբեմն։ Քանի մեզանից յուրաքանչյուրը պիտի ու պետք է լինի Հայաստանի Հանրապետության արժանավոր քաղաք։ Իմ Հայաստանն ուրիշ երկիր է, քաղցր թմբիր է իմ Հայաստանը, անհատ կարոտ է, սրտի անոթ է, ուրիշ աղոթ է իմ Հայաստանը։ Հայաստան, դու միշտ եղիր, քեզ համար իրարյունն ու կյանքը, իր սերն ու նվիրումը տվող, քեզնով շնչող և քեզ համար արարողներով ապրիր։ Դու միայն եղիր, ի հեճուկս բոլոր թշնամիներից եղիր։ Միթե հայրենասիրություն չէ, որ սահմանին կանգնած ծղերքը, ում ապրելու անսպար ցանկությունը սրտում դուրս էին եկել մահի դեմ ու կռվում էին չլռող կրակոցների, ռումբերի, տանկերի ձայնի տակ։ Նրանք պայքարում էին, որպեսզի մենք ապրենք և շարունակենք արարել մեր հայրենի հողում, որ այսօր կանգնենք այս բեմին և խոսենք հայրենիքի սիրո մասին։ Հայաստան, դու միշտ եղիր։ Գրանք ապայման հայրենիքի մեր պատկը տալուց հետո։ Կգանք մոծոտավացել է հետ վերադասել։ Կգանք սիրասուն մայրի, ձեզ գրկելու և հավեր ձեզ նվիրվելու։ Կգանք ու կասենք Հայաստանն է մեր միակ տունը։ Կգանք, ու հետ կվերադառնանք ձեր տված նվիրումները։ Կգանք ու կապացուցենք, որ ձեր սանն ենք եղել։ Կգանք ու կասենք, որ երախտապարտ ենք։ Դպրոց իմ հարազատ ուսուցիչ իմ սիրելի։ Կգանք ու կասենք, որ երախտապարտ ենք ձեզ։ Մենք ոչինչ չենք ասել ձեզ, ձեր տվածի դիմաց։ Թույլ տվեք այսօր մեր ողջ ձերն ու հարգան խամբուքել ծաղիկների մեջ և մեծ սիրով նվիրել ձեզ։ Այսօր դու գնացես ու սիրտդ գվացես, քո տեսքը անտերի չկասկածես, տարիները որ ասում են դպրոցում, ամենացանքներ, այսօր դու ընկերների հետ կանգ ծանած, սակալի համվուկի գուցես նանդած, ապագա ճանապարհի կաշնարաչի, սարն է այս վերջին, այսօր դու գնացես ու սիրտդ գվացես, քո տեսքը անտերի չկասկածես, տարիները որ ասում են դպրոցում, ամենացանքներ, այսօր դու ընկերների հետ կանգ ծանած, ու ցանկալի համվուկի գուցես նանդած, ապագա ճանապարհի կաշնարաչի, սարն է այս վերջին, հագցնել հուզմունքը չի օգնում ոչ մի միջոց, տարիներն անցան արագ ինչպես դասավ միջոց, և դու, և ես, մենք բոլորով տալիս
ստանաս, ապագա ճանապարհի կանչալաչին։ Սաղն է այս վերջին, այսօր դու կրացես ու սիրտդ կրտացես, որպես թե ամենին չհասկացես, տարիները որ ասում են դպրոցում, ամենաթանքն այսօր դու գերերի հետ կանգերցանաս, ու ցանկալի համբույր ուզես ստանաս, ապագա ճանապարհի կանչալաչին։ Սաղն է այս վերջին, Խենթ ու սիրված աշակերտներ, այոք տոն եմ ես համար, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ ու պայծառ տոնի առիթով։ Սիրելի ուսուցիչներ, շնորհակալ ենք ձեզ, իհարկե երեխաների հետ բոլորս միասին, շնորհակալ ենք ձեզ ձեր անսահման մեծ ջանքերի ու նվիրումի համար։ Մաղթում ենք ձեզ ուժ ու եռանդ ապագա հզոր սերունդներ կերտելու համար։ Իհարկե հարգելի ծնողներ, շնորհակալ եմ ձեզ այս օրերին մեր առջև ծառացած բոլոր խնդիրները մեծ պատասխանատվությամբ եւ ամենակարևորը միասնաբար կարողացանք լուծել։ Շնորհակալ ենք բոլորից։ Մեր ուսուցչի օգնականներից, շնորհակալ եմ բոլորից, ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալ եմ իմ հրաշք աղջիկներին։ Համ ժամանակը նվիրեցին այս փոքրիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Իսկ դուք իմ սիրելի շրջանավարտներ, արդեն այսպես ասեմ, հնչեց վերջին զանգը ձեզ համար և հուսով եմ, որ այս զանգի ղովանջները ձեզ համար դարձան մեծ բարձունքներ նվաճելու աղետաբերը և հուսով եմ, որ ուր է ձեզ հանդիպենք, որտեղ էլ հանդիպենք, մենք հպարտ ասելու ենք այս երեխաները մեր դպրոցի աշակերտներն են եղել։ Մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք ամենաառաջինը, կանաչ ճանապարհ, բարի երթ, սիրում եմ ձեզ բոլորից շատ։ Սիրելի շրջանավարտներ, հարգելի ուսուցիչներ, ծնողներ, տատիկներ և պապիկներ։ Այսօր իսկապես տոն է մեր դպրոցում։ Ես ուզում եմ շնորհավորել ձեզ կյանքի այս փուլը հաջողությամբ հաղթահարելու համար։ Ապրեք շատ գեղեցիկ րոպեներ մեզ պարգևեցիք ուսումնարան։ Մենք ապրում ենք այնպիսի դարում, որ ուրախանում ենք երեխայի արդյունքի վրա, ուրախանում ենք երեխայի էմոցիաների վրա, որովհետև մենք անում ենք ամեն ինչ երեխայի մոտ, աշակերտի մոտ արժեքային համակարգ ձևավորելու համար։ Մի հայտնի փիլիսոփա-գիտնական ասում է՝ դրեք 1-ը և կողքը դրեք 0-ներ։ Այդ 1-ը մարդու արժեքային համակարգն է, մարդ արարածն է իր ամեն ինչով։ Ասում է կողքը 1-0 դնում ես, դառնում է հարուստ, 1-0 դնում ես, ավելանում է ազնվությունը, 1-0 դնում ես, ավելանում է կարողությունները, ավելանում են հմտությունները, բայց եթե դու առջևի դրված 1-ը վերցնես, մնացած 0-ները ոչ մի արժեք չեն ունենա։ Բայց եթե 0-ներից որևէ մեկը պակասի, դա այդպիսի աղետալի չի լինում։ Ասում եմ, նորից եմ կրկնում, որ մենք միշտ արժևորել ենք արժեքային համակարգը և ուզում եմ, որ կյանքում դուք ևս արժևորեք։ Արժևորեք առաջին հերթին ձեր ծնողներին, արժևորեք ձեր ուսուցիչներին, արժևորեք դպրոցը, արժևորեք մեր երկիրը, արժևորեք մեր խաղաղությունը։ Եթե դուք կարողացաք արժևորել, ուրեմն դուք կգնաք գիտելիքի հետևից։ Ու դուք իմացեք, ես միշտ ձեզ ասում եմ, գիտելիքը ամենահզոր զենքն է, որը ոչ ոք չի կարող ձեր ձեռքից վերցնել։ Գիտելիքով դուք կարող եք բացել ցանկացած դռներ։ Ես վստահ եմ,
վստահ եմ որպես ուսուցիչ եմ խոսում հիմա, 3 տարի դասավանդել եմ ձեր դասանում, ինչքան էլ ահաբեկել եմ, ինչքան էլ խիստ եմ վերաբերվել, ինչքան էլ պատժել եմ ու չգիտեմ ինչ միջոցների ասես դիմել եմ, բայց ես ձեզ շատ սիրում եմ եւ դուք հիմա հուսով եմ ձեր աչքերից, ձեր հայացքից հասկանում եք, որ դա մենք արել ենք ձեզ համար։ Արել ենք ձեզ համար, որ դուք լավ մարդ դառնաք, որ դուք արժանի անդամը դառնաք մեր հասարակության, որ դուք արժանի լինեք հայի կոչումը կրելու, որ դուք արժանի զինվորներ լինեք մեր հայրենիքի համար։ Մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ բոլորին եւ մաղթում եմ կանաչ ճանապարհ։ Ուզում եմ, որ դուք հասկանաք, որ սա կյանքի մի էտապ է, որը դուք հաջողությամբ հաղթահարեցիք, բայց ձեր առջև դեռ շատ դժվարություններ կան։ Դուք ունեք տարբեր էտապներ եւ հասկացեք, որ այդ էտապները ամենքը ունի իր քաղցրությունը։ Շնորհակալ եմ, որ գնահատում եք ձեր ուսուցիչներին, շնորհակալ եմ, որ գնահատում եք այն 9 տարիները, որ անցկացրել եք մեր դպրոցում։ Շնորհակալ եմ ձեր դասարանի անունից, բոլոր ուսուցիչների անունից, որովհետեւ մենք բոլորս ժողովրդական խոսքով ասած հոգի ենք դրել ձեր մեջ։ Հոգի ենք դրել ու չենք ափսոսում այն եռանդի համար, այն ջանքերի համար, որ նվիրել եք ձեզ։ Ես վստահ եմ, բոլորը արժանի տեղ եք գտնելու կյանքում եւ այո, միշտ հպարտանալու են, որ այս սաները Եղվարդի 2-րդ դպրոցի սաներն են։ Ես հպարտ եմ, որ հիմա ղեկավարում եմ այսպիսի դպրոց, ես հպարտ եմ, որ ունենք մենք այսպիսի սաներ, ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի ուսուցիչներ, այսպիսի կոլեկտիվ, ինչու՞ չէ, նաև ծնողներ, ապրեք, մենք մի համայնք ենք եւ ունենք անուն, եւ այդ անունը մենք վաստակել ենք մեծ դժվարությամբ։ Երկար 60 տարիների բարձունքից ենք նայում հիմա եւ հպարտ ենք, որ դուք եք հպարտացեք, որ դուք Եղվարդի 2-րդ դպրոցի սաներն եք։ Շնորհավորում եմ։ Ձեզ զարմացավ չէ, սիրելիներս։ Ես քաղցրալ լեզու չեմ, սկզբից ասեմ, իրենց հետ դասերակել եմ իմ մոտ ուսումնառության տարիներին, ցիկ, ամուր եւ ճշմարիտ, ճիշտ խոսով։ Շնորհավորում եմ այս շատ հիշարժան օրվա առիթով։ Գիտեք, շատ օրեր դեր կունենաք, բայց ձեր կյանքի ամենալավ օրերից մեկը սա է։ Հատկապես այն խոսքերը, որ ես լսեցի, ինքերասիրություն եւ այլն, այստեղից եք տանում։ Հերի տղաս, դու ասացիր կոլորիտի մասին։ Գիտեք, ամեն դպրոց դա ունի։ Մեր դպրոցը բուն, իսկական, հիմնակարային դպրոցն է, ունի իր կոլորիտը, դուք այդ կոլորիտի պայմաններում եք, մեջ եք դասիրակվել, ինչ եմ խնդրում ձեզ, ոչ թե ցանկանում եմ խնդրում, դա պահեք ու ձեզ հետ տարեք, եթե կգնաք ավագ դպրոց, տարեք այնտեղ այլ ուսումնական հաստատություն, ձեր կնիքը, որ երկրորդ դպրոցից են եկել ու այլ են, ու լավն են, ու հետաքրքիր են, կապ չունի դուք մի քիչ ավելի սովորեցիք, մի քիչ պակաս սովորեցիք, ձեզ հետ տարեք դպրոցի կնիքը, ձեր էության մեջ։ Ուրեմն Աշակերտուհիս խոսես, այստեղ նայում եմ իմը, ես մինչև հիմա կատակով ասում եմ իմ բջիջները, դուք եք իմ բջիջները, շատ ենք, քիչ ենք, լավ ենք, վատ ենք, այսպես նայեք ձեր շուրջը, իմ օնքեն, ցանկանում ենք նրանցից մեկն էլ դուք դառնաք, անպայման, հետո այնքան լավ ցանկություններ, մի փոքրիկ էլ, որտեղ իսպայն եկան բաներ եկավ իմ տեսադաշտով գնացից, շեցի այն օրերը, որ մենք միջոցառումներ էինք պատրաստում, որ դուռը փակելին վրներս մինչև ուշ ժամ մնացել ենք եւ այնքան սիրով ձեր ծնողները հիմա էլ են երիտասարդ, բայց այն ժամանակ ավելի հիշում եմ առաջին օրը, որ մի ծաղկով եկավ տղաներն ու աղջիկները հիշում եք վարդը փոխանակեցին, աղջիկներին ջերմակը տվին, անարատ մաքրություն, տղաներին տվեցիք արյուն ու կորով, կարմիր վարդի տեսքով եւ փուչիկով վերադարձակ, ես այդ նկարները մինչև հիմա պահել եմ։ Շատ բան հիշեցի այս փոքրիկ ելույթի ընթացքում, բայց ամենակարևոր երեխեք ջան, ունեցել եք աղմկահարույց օրեր, ունեցել եք այնպիսի օրեր, այո, որ մի տեսակ նեղացրել եք ուսուցիչին, ձեզ դասավանդող եւ ընդհանրապես, բայց այսօրը ամեն ինչ փակեց։ Դուք ընդամենը ասացիք շնորհակալություն։ Այդ բառը միշտ ունեցեք, ինչ ուզում է արած լինեք։ Մարդը պետք է կարողանա շնորհակալ լինել, շատ ապրեք, ես էլ եմ շնորհակալ հենց այդ բառի համար,
որ բոլոր ձեզ դասավանդած ուսուցիչներին դիմեցիք հարգանքի խոսքերով, ասացիք շնորհակալություն, ավելին ոչ մի ուսուցիչ ձեզնից չի ուզում։ Հիշեք, ես չգիտեմ ինչու եմ այդպես, ասում եմ իմ բջիջները, հանկարծ իմ բջիջը մի վատ բան չանի, որ ես վատ չզգամ։ Բայց որ այսքան սիրուն էիք, տարվա ընթացքում չէի տեսել։ Շատ համովն եք, ապրեք։ Ես չգիտեմ որքանով է բառապաշարումս ձեռք ունեմ բառեր, բայց սիրելիները շնորհավորում եմ, դուք այսօր դարձաք մեկ տուն, մեկ ընտանիք, 3 օր առաջ այս չէիք, այսօր դարձաք պատանիք։ Ու ձեր այդ հիշողությունների գրքի մեջ դուք տանելու եք ձեր կյանքի պատմությունը, ձեր լավագույն տարիների պատմությունը։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ ու համբուրում բոլորին։ Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Հովհաննիսյան, առաջին դասարանից սկսած մեր կողքին եք եղել բոլոր ուսուցիչներին, ընկեր Երանոսյան ձեզ, բոլոր դասավանդողներին, ազգանուններով հաթաթ չնշեմ, բայց ընկեր Ղուկասյան, ձեր ժպիտը այն ամենաչարաճճի պահվածքի ժամանակ, որ դուք իրեն ժպտալով դիմավորել եք, ժպտալով պատասխանել, անգամ ժպտալով զանգել եք ծնողին դիտողություն եք արել, դա մի անասելի, անգնահատելի, չգիտեմ, դրական լիցքեր է ձեզ փոխանցելու, որ դուք միշտ պահելու եք ձեր սրտում ու իմացեք, որ ձեր այս մի կյանքի պատմությունը կյանքի լավագույն տարիներն են։ Հիմա միգուցե մի քիչ չարաճճություններ արել եք, մեկը մյուսի հետ վիճել եք, բայց դա իր հետաքրքրությունն ունի։ Շնորհավորում եմ եւ ձեզ սիրելի շրջանավարտներ, եւ ձեզ սիրելի ուսուցիչներ, եւ մեզ սիրելի ծնողներ։ Սա մեր կյանքի լավագույն տարիներն են։ Ես իմ երրորդ բալիկին եմ այստեղից հրավեր տալիս։ Անչափ շնորհակալ եմ ձեր տված գիտելիքի, ձեր տված կրթության համար, ընկեր Հովհաննիսյանի ասած բջիջը երկրորդ դպրոցի կյանքի որ փուլում ուզում է լինել, միշտ գործում է։ Գենետիկան փոխանցվում է տարիներ շարունակ ու համոզված եմ, որ նույնը ձեզ է փոխանցվելու։ Երկրորդ դպրոցի գենը դուք ձեզ հետ տանելու եք, ձեր թոռներին եք հասցնելու մինչև։ Շնորհավորում եմ սիրելիներս եւ բոլորիս։ Մի բան պետք է ավելացնեմ, ես այսպիսի սխալ արած չկա, ես ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր Արցախից եկած երկու բալիկներին, Վաղոյին եւ Հարութին, եւ ուզում եմ շնորհակալություն ասել դասղիկին, ուսուցիչներին եւ ընկերներին, որ այսպես գրկաբաց ընդունել են, ես էլ ձեր հետ շնորհավորում եմ։ Որպես երկինս և երկրից, ասաց մեր մանապասով մեզ այսօր, և թող մեզ պատվիս մեր, որպես և մենք թողում մերոց պատահանած, և մի տանիս մեզ գործություն, արկոդյաս մեզ շարել, զիքո և ատենություն, և զորություն, և կաղաքյանս ամեն։ Սուրբ հաչիվս ահաչեցում կստեր, սովատ դրկեսես մեզ իմերած, և կեցուս ծեշտորի բորության յուրով, ամենակալ վերաստված վեն կեցո և բորմյա, կեցո տեր և բորմյա, պահպանիչ և իս հավատացյանների Քրիստոս աստված մեր, պահիչ, պահպանիչ և խորհրդիչ, Հայաստան և Արցախ մեր աշխարհները, մեր բանակը, մեր սուրբ եկեղեցին, մեր ժողովրդի, ինչպես նաև որ իր Տեր այստեղ ներկա շրջանավարտ դասավորներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին, փրկիր ազատի դրանց ամեն տեսակ երևելի և աներևույթ թշնամիներից, փորձանքներից, փորձություններից, դժվարություններից ու դժբախտություններից, արժանավորի գոհության հարավորել քեզ հոր և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և մինչ և հավիտյան սարուներից ամեն։ Աստծո ողջույնը ձեր, ձեզ լավ ուրել մարդում, լավ քննական շրջան մարդում, թող Աստված ձեզ իմաստություն տա, որ կարողանաք ձեր քննությունները հաջողության հանձնել, թող Աստված ձեզ իմաստություն տա, որ ձեր առաջիկա ապրիլական տարիները կամ ավագ դեպքում կամ որևէ այլ աստվածային հաջողության անցկացնեք, ճիշտ անցկացնեք, եւ
ինքը մտածելու կարողությունը, որ Աստված ձեզ տվել է, օգտագործեք ի բարի, օգտագործեք ի շատ ձեր հայացքի, եւ հարցանալիություն։ Աստվածօրինի ձերս, նաև ձերս ուսուցչուհի, որ տարիներ շարունակ նրանց գլխին եք եղել, կրթության մեջ առաջնորդել եք եւ կրթության մեջ փորձել եք անել ամեն ինչ, որ իրանք հավատալու հասնեն։ Թող Աստված նաև ձեզ, ձեր ընտանիքը, ձեր գործերը օգնի, որպեսզի սերելի դաստիարակության այս կարևոր գործը հաջողության հասնի։ Եվ դուք սիրելի դառնալու ապագա ուսուցիչներ, ապագա ուսուցանողներ։ Շատ կարևոր է, որ իմաստեք ավելին, որ կարող եք փոխանցեք։ Եթե չունենաք, չեք կարող փոխանցել։ Մարդը կարող է փոխանցել, եթե ունի, եթե իր մեջ կա, գիտելիքը պիտի դարձնեք ձեր սեփականը, ձերը մտածեք նոր բաներ եւ փոխանցեք սերնդին։ Շատ ուրախ եմ այսօր համար, Աստծո ձերը